Սուրբ ծննդյան նախօրեին մի հոգնած կին մաքրում է շքեղ շենքի հատակը, մինչ նրա դուստրը հմայված հետում է տոնածառի լույսերին։ Չիմանալով այդ մասին, մի միայնակ գործարար տեսնում է տեսարանը, խորապես հուզվում է այդ քաղցրությունից, աղքատության մեջ։ Այն ժեստը, որ նա կատարում է հետո, փոխում է ոչ միայն այդ գիշերը, այլ երկուսի կյանքի ամբողջ ընթացքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդադրվել մեր ալիքին, ասել մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Դեկտեմբերի 24-ի գիշերն իր ծանրությամբ իջնում էր Երանի վրա։ Արաբկիրի փողոցները սովորականից նոսր էին։ Մարդկանց մեծ մասն արդեն իր տներում էր, պատրաստվելով Սուրբ ծննդյան տոնակատարություններին իրենց սիրելիների հետ։ Արմեն Կարապետյանն իր ներկրված սեդանով սլանում էր գրեթե դատարկ պողոտաներով, պատուհաններից դիտելով շենքերի ու տների ճակատները զարդարող գունավոր լույսերը։ Յուրաքանչյուր թարթող լույս պատուհաններում լուսավորված յուրաքանչյուր եղնի, դռներից կախված յուրաքանչյուր ծաղկեպսակ կարծես գոռում էր նրա երեսին այն ամենի մասին, ինչ պակասում էր իր սեփական կյանքում։ 43 տարեկանում Արմենը հասել էր այն ամենին, ինչ տղամարդը կարող էր ցանկանալ նյութական առումով։ Լինելով երկրի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի հիմնադիրը, որի գրասենյակները սփռված էին ողջ Հայաստանով, իսկ միջազգային պայմանագրերը միլիոնավոր դրամների էին հասնում, նա հենց այն էր, ինչ հասարակությունն անվանում էր հաջողակ մարդ։ Կենտրոնում գտնվող նրա 3 հարկանի բնակարանից համայնապատկերային տեսարան էր բացվում դեպի քաղաքը, կահավորանքը հեղինակել էին անվանի ճարտարապետներ, իսկ գինու մառանը պարունակում էր հազվագյուտ գինիներ աշխարհի բոլոր ծայրերից։ Բայց այդ գիշեր, երբ աննպատակ վարում էր մեքենան, Արմենը զգում էր, որ այդ ողջ հաջողությունը շղթայի պես սեղմում է կուրծքը։ Նա չէր ուզում տանը լինել։ Սուրբ ծննդյանս մեկ նախօրե մենակ անցկացնելու, այդ սպիտակ ու անթերի պատերին նայելու, լռությամբ ու կահույքով շրջապատված լինելու գաղափարն անտանելի էր։ Կահույք, որն ավելի շատ թանգարանային նմուշների էր նման, քան առօրյա օգտագործման իրերի։ Նախորդ տարիներին գոնե գործընկերների հետ էր, էլեգանտ ընթրիքներ էր կազմակերպում, կարևոր հաճախորդների ընդունում։ Բայց այս տարին այլ էր։ Այս տարի Արմենն ուղղակի ուժ չուներ ձացնելու մի ուրախություն, որը չէր զգում։ Սոնայից բաժանվելուց արդեն 4 տարի էր անցել։ Դա քաղաքակիրթ ամուսնալուծություն էր, առանց մեծ վեճերի ու հանրային սկանդալների, որը լուծվել էր հմուտ փաստաբանների առատաձեռն ֆինանսական համաձայնությունների միջոցով։ Նրան մնաց Դիլիջանի ամառանոցը, իսկ Արմենը պահեց բնակարանն ու հիմնական ներդրումները։ Ամեն ինչ շատ հասուն էր, շատ ռացիոնալ, շատ սառը։ Խնդիրը գույքի բաժանումը չէր։ Խնդիրը Լիլիթն էր։ Լիլիթը 8 տարեկան էր, երբ ծնողները բաժանվեցին։ Հիմա, 12 տարեկանում, նա մոր հետ ապրում էր Վահագնի թաղամասի փակ համալիրում։ Արմենն իրավունք ուներ նրան տեսնելու յուրաքանչյուր երկրորդ հանգստյան օրերին դպրոցական արձակուրդներին, բայց իրականությունը շատ էր տարբերվում դատական որոշումից։ Լիլիթը մեծանում էր, նրա զբաղմունքները բազմապատկվում էին։ Նա բալետի դասերի էր գնում, ֆրանսերենի կուրսերի, թենիսի մարզումների, ընկերուհիների ծննդյան խնջույքների։ Իսկ Արմենը միշտ խրված ժողովների, գործուղումների անհետաձգելի պարտավորությունների մեջ, բաց էր թողնում հանգստյան օրերն առանց նույնիսկ նկատելու։ Մեկ ամիսը դառնում էր 2, երկուսը 3։ Զանգերը դարձել էին հազվադեպ, հանդիպումները եզակի, խոսակցությունները մակերեսային։ Նա փորձում էր փոխհատուցել թանկարժեք նվերներով։ Համացանցով ուղարկում էր ներկրված խաղալիքներ, բրենդային հագուստ, վերջին սերնդի էլեկտրոնային սարքեր։ Լիլիթը քաղաքավարի կերպով շնորհակալություն էր հայտնում հաղորդագրությամբ, միշտ այն կարճ պատասխաններով, որոնք սովորաբար տալիս են դեռահասները։ Շնորհակալ եմ, պապ։ Լավն է։ Մերսի։ Արմենը գիտեր, որ կորցնում է դստերը, բայց չգիտեր, ինչպես փոխել դա։ Կամ գուցե գիտեր, պարզապես խիզախություն չուներ խոստովանելու, որ դրա համար պետք է ամբողջությամբ փոխեր իր կյանքը։ Այդ Սուրբ ծննդյան նախօրեին Արմենը փորձել էր կազմակերպել, որ վերցնի նրան գիշերն անցկացնեն միասին։ 3 օր առաջ զանգել էր Սոնային, ոգորված հատուկ ընթրիք պատրաստելու, գուցե նրան գեղեցիկ մի տեղ տանելու, կորցրած ժամանակի մի մասը վերականգնելու գաղափարով։ Նախկին կնոջ պատասխանը քաղաքավարի էր, բայց վերջնական։ Լիլիթն արդեն ծրագրեր ուներ։
Պատրաստվում էր Սուրբ Ծունկն անցկացնել մորական տատիկ պապիկի տանը, ծանում, զարմիկների հորաքույր քեռիների հետ։ Անհամբեր սպասում էր դեպի լիճ ուղղորությանը։ Արմենը կարող էր երեկոյան զանգել նրան, եթե ցանկանար։ Իհարկե, կարող էր զանգել։ Կարծես հեռախոսազանգը կարող էր փոխարինել ներկայությանը, գրկախառնությանը, աչքերի մեջ նայելուն։ Նա անջատեց հեռախոսը, երկար րոպեներ նայեց էկրանին, զգալով, թե ինչպես է այդ ծանոթ դատարկությունը նորից տեղավորվում կրծքում։ Հետո արեց այն, ինչ միշտ անում էր, երբ զգացմունքները սպառնում էին հորթել։ Սուզվեց աշխատանքի մեջ։ Ժողովներ, հաշվետվություններ, շուկայի վերլուծություններ, ֆինանսական կանխատեսումներ։ Զբաղված մնաց այնքան, մինչ գրասենյակի քարտուղարուհին տեղեկացրեց, որ բոլորն արդեն գնացել են ամանորյա տոների։ Նա մենակ էր գործարար շենքի 23-րդ հարկում, շրջապատված համակարգիչներով ու փաստաթղթերով, փորձելով արդյունավետությամբ լցնել այն, ինչ պակասում էր ջերմության մեջ։ Հիմա, Երանի կիսադատարկ փողոցներով մեքենա վարելիս, Արմենը փորձում էր որոշել, ինչ անել։ Կարող էր գնալ տուն, հավելվածով ուտելիք պատվիրել, հեռուստացույցով ինչ-որ բան դիտել, մինչ քունը տաներ։ Կարող էր գնալ այն թանկարժեք բարերից մեկը, որոնք սովորաբար հաճախում էր, գուցե ծանոթ մեկին հանդիպեր, սովորական բաներից կխոսեին, թանկարժեք վիսկի կխմեր, կձացներ, թե ամեն ինչ կարգին է։ Կամ կարող էր պարզապես աննպատակ վարել, մինչ հոգներ։ Հենց այդ ժամանակ նա տեսավ ճաշարանը։ Դա փոքրիկ մի հաստատություն էր, գրեթե թաքնված արաբկիրի երկու հին շենքերի միջ։ Լուսավոր ցուցանակի մի քանի լամպ այրվել էր, կազմելով անավարտ բառ։ Ճաշարան։ Ճակատամասը պարզ էր, ներկված խունացած դեղինով, լայն պատուհաններով, որոնցից երում էր համեստ ներքին հարդարանքը։ Ընդամենը 3-4 սեղան էր զբաղված։ Դա այնպիսի վայր չէր, որ Արմենը հաճախում էր։ Նրա ընթրիքները սովորաբար տեղի էին ունենում Միշլենի աստղեր ունեցող ռեստորաններում, ֆրանսերեն ճաշացանկով սոմելիեի առկայությամբ։ Բայց ինչ-որ բան այդ պարզ ու անպաճույճ վայրում գրավեց նրան։ Գուցե հենց պարզությունն էր։ Գուցե այն փաստը, որ այնտեղ ոչ ոք իրեն չէր ճանաչի, չէր դատի, ակնկալիքներ չէր ունենա, թե ինքն ով պետք է լինի։ Կարող էր լինել պարզապես մի մարդ, որը մենակ ընտրում է Սուրբ Ծննդյան նախօրեին, առանց տիտղոսների, առանց ձեռքբերումների, առանց սեփական հաջողության բեռի։ Մեքենան կայանեց փողոցում, փակեց դռները, քայլեց դեպի ճաշարանի մուտքը։ Երանյան գիշերվա սառը օդից մաշկը սարսռաց։ Հրեց ապակե դուռը, նրան դիմավորեցին հին զանգակի ձայնն ու տնական ուտելիքի հոտը։ Լոբի, բրինձ, տապակած միս։ Պարզ հոտեր, որոնք հիշեցնում էին հեռավոր մանկության մասին, որը կարծես մեկ այլ կյանքում էր տեղի ունեցել։ Ներսը նույնիսկ ավելի համեստ էր, քան դրսից էր թվում։ Որոշ տեղերում ներկը թափված էր, հատակը, ճաքճքած սալիկներով, առաստաղի օդափոխիչները դանդաղ պտտվում էին։ Սեղանները փայտանման լամինատից էին, աթոռներն ունեին պլաստմասե նստատեղեր։ Հետում մի վաճառասեղան կար, որտեղ սոուսով թաթախված գոգնոցով միջին տարիքի մի կին ափսեներ էր դասավորում։ Ջաղատ մազերով մի տղամարդ, հավանաբար սեփականատերը, նստած էր դրամարկղի մոտ, հին հեռուստացույցով հաղորդում դիտելով։ Արմենն ընտրեց մի սեղան անկյունում, հեռուստացույցից հեռու, նստեց։ Աթոռը ջռաց նրա ծանրության տակ։ Մի երիտասարդ մատուցողուհի, որը 20 տարեկանից ավելի չէր լինի, մոտեցավ, ձեռքին լամինացված ճաշացանկ։ Նա պատվիրեց կոմպլեքս ճաշ, բրինձ, լոբի, տապակած միս սոխով, կարտոֆիլի ֆրի։ Ոչ մի բարդ բան, ոչ մի պլանավորված բան։ Պարզապես ուտելիք։ Մատուցողուհին առանց շատ խոսելու գրի առավ, գլխով արեց հեռացավ։ Սպասելիս Արմենը շուրջը նայեց։ Մյուս սեղաններին զույգեր էին, մեծ մասամբ տարեց, որոնք ցածրաձայն զրուցում էին ընթրելիս։ Այդ միջավայրում խաղաղության զգացում կար, մի բան, որ նա չէր կարողանում գտնել այն վայրերում, որտեղ սովորաբար։ Այնտեղ ոչ ոք չէր անհանգստանում տպավորություն գործելու, կարգավիճակ ցույց տալու, մրցակցելու մասին։ Նրանք պարզապես այնտեղ էին, ապրում էին, գոյություն ունեին։ Հենց այդ ժամանակ ճաշարանի դուռը նորից բացվեց, զանգակի ձայնը հնչեց տարածքում։ Արմենն ինքնաբերաբար շրջեց գլուխը, ավելի շատ ռեֆլեքսից, քան իրական հետաքրքրությունից։ Եվ հետո տեսավ նրան։ Դա մի կին էր, 30 անց, հագին մի բարակ բաճկոն, որը չափազանց բարակ էր այդ գիշերվա ցրտի համար։ Կտորը թքերի մոտ մաշված էր, կայծակաճարմանդը մինչ վերջ չէր փակվում։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին պարզ պոչիկով, մի քանի մազափունջ անկարգ դուրս էր եկել դեմքի շուրջ։
Նա նուրբ դիմագծեր ուներ, բայց նրա շագանակագույն աչքերում խորը հոգնածության հետք կար։ Ձեռքից բռնած էր մի փոքրիկ աղջկա, որը 6-7 տարեկանից ավելի չէր լինի։ Երեխան հագել էր վարդագույն բաճկոնակ, որն ակնհայտորեն կարճ էր նրա հասակի համար, թքերը դաստակներից շատ վեր էին ավարտվում։ Նրա աչքերը մեծ էին ու արտահայտիչ, նա ճաշարանի շուրջը նայում էր այն անկեղծ հետաքրքրասիրությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Նրա այտերը կարմրել էին ցրտից։ Կինը աղջկան տարավ դեպի վաճառասեղան, որտեղ սպասարկողը նրանց ողջունեց բարեհամբույր ժպիտով։ Արմենը չէր կարողանում լսել ամբողջ խոսակցությունը, բայց աճող ուշադրությամբ հետում էր տեսարանին։ Տեսավ, թե ինչպես կինը բացեց մաշված կտորե պայուսակը, սկսեց միջից մանրադրամներ հանել։ 50 դրամանոցներ, 100 դրամանոցներ, մի քանի 500 դրամանոց։ Նա դրանք դրեց վաճառասեղանին, սկսեց զգուշությամբ հաշվել, շուրթերը լուր շարժվում էին, մինչ գումարում էր։ Աղջիկը քաշեց մոր բաճկոնի թքը, ինչ-որ բան հարցրեց։ Արմենը չլսեց հարցը, բայց տեսավ հույսի արտահայտությունը մանկական դեմքին։ Կինը մի պահ դադարեցրեց մանրադրամները հաշվելը, նայեց դստերը, ցածրաձայն ինչ-որ բան ասաց։ Աղջիկը գլխով արեց, բայց նրա աչքերում հույսը մի փոքր մարեց։ Սպասարկողը վերցրեց մանրադրամները, նույնպես հաշվեց, հետո նայեց պատին փակցված գնացուցակին։ Կարճ խոսակցություն եղավ։ Կինը գլխով արեց, տխուր ժպիտով շնորհակալություն հայտնեց, պատվիրեց մի բան, որը Արմենի կարծիքով ճաշացանկի ամենաէժան ուտեստն էր։ Սպասարկողը հաստատեց պատվերը, կինը դստերը տարավ պատուհանի մոտ գտնվող սեղանի մոտ։ Արմենը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում կրծքում։ Այդ պարզ տեսարանը, մոր այդ սովորական ժեստը, որը փորձում էր մանրադրամներ հավաքել դստերը կերակրելու համար, խորապես հուզիչ էր։ Հիշեց Լիլիթին, թե ինչպես երբեք ստիպված չէր եղել անհանգստանալ, թե արդյոք սեղանին ուտելիք կլինի, թե արդյոք փողը կբավականացնի։ Լիլիթը միշտ ամեն ինչ ունեցել էր։ Հագուստ, խաղալիքներ, մասնավոր դպրոց, ճանապարհորդություններ։ Ամեն ինչ, բացի հոր մշտական ներկայությունից։ Մատուցողուհին բերեց նրա ափսեն, Արմենը սկսեց մեխանիկորեն ուտել, առանց իսկապես համին ուշադրություն դարձնելու։ Սակայն նրա աչքերը անընդհատ վերադառնում էին այն սեղանին, որտեղ կինն ու աղջիկը սպասում էին։ Երեխան օրորում էր ոտքերը, որոնք հատակին չէին հասնում, մատով նկարում էր սեղանի մակերեսին, ստեղծելով անտեսանելի ձեր։ Մայրը նայում էր պատուհանից դուրս, կորած մտքերի մեջ, որոնք Արմենի կարծիքով այնքան էլ ուրախ չէին։ Երբ նրանց ափսեն եկավ, այն ընդամենը մեկն էր։ Բրինձ, լոբի մի կտոր խորոված հավ։ Պարզ, փոքր։ Կինը ուտելիքը բաժանեց երկու անհավասար մասի հենց իր ափսեի մեջ, պատառաքաղով առանձնացնելով։ Մեծ մասը տվեց դստերը, իրեն թողնելով փոքրը։ Աղջիկը սկսեց ախորժակով ուտել, ակնհայտորեն սոված էր։ Մայրը դանդաղ էր ուտում, ծամելով յուրաքանչյուր պատառ, կարծես ուզում էր, որ դա հնարավորինս երկար տի։ Արմենը պատառաքաղը գցեց ափսեի վրա, մետաղական ձայնից մի քանի մարդ շրջվեց։ Նա այլս չէր կարողանում ուտել։ Ոչ այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում էր այդ տեսարանը։ Արջի ողջ ուտելիքը թվում էր ավելորդ չափազանցված վատնում, մինչդեռ այնտեղ մի քանի մետր հեռավորության վրա մայր ու դուստր կիսում էին մեկ ափսե։ Զուսպ շարժումով կանչեց մատուցողուհուն։ Երբ նա մոտեցավ, Արմենը ցածրաձայն, բայց վճռական խոսեց։ Ուզում էր, որ պատրաստեն մեկ լիարժեք ափսե, այն ամենով, ինչ լավագույնը կար ճաշացանկում։ Միս, խավարտներ, աղանդեր։ Եվ որ տանեն նրանց սեղանին, ասելով, որ դա հաստատության հյուրասիրությունն է։ Չէր ուզում, որ իմանան, թե դա իրենից է։ Մատուցողուհին զարմացած նայեց նրան, հետո հանցակցի պես ժպտաց գլխով արեց։ Գնաց խոհանոց, մի քանի րոպե հետո վերադարձավ, Արմենը տեսավ, թե ինչպես նա մոտեցավ կնոջ աղջկա սեղանին, ձեռքին առատ ափսեով սկուտեղ։ Տեսավ շփոթությունը կնոջ դեմքին, քաղաքավարի մերժումը, մատուցողուհու համառությունը։ Տեսավ, թե ինչպես աղջիկը ուրախությունից ծափ տվեց, տեսավ, թե ինչպես մայրը վերջապես ընդունեց, աչքերում փայլող արցունքներով։ Բայց ինչ-որ բան այն չէր։ Արմենը հասկացավ, որ հեռվից դիտելը բավարար չէ։ Դա չէր լցնի այն դատարկությունը, որը զգում էր։ Խոսքը փող տալու, անանուն բարեգործություն անելու, իրեն լավ զգալու մասին չէր։ Խոսքը կապի մասին էր։ Ներկայության մասին էր։ Այնտեղ լինելու մասին էր, իսկապես, մեկ այլ մարդու հետ։ Վեր կացավ աթոռից, նախքան լիովին կմտածեր, թե ինչ է անում։
Դանդաղ քայլերով անցավ ճաշարանը, զգալով որոշ հաճախորդների հայացքները։ Կանգնեց այն սեղանի մոտ, որտեղ նստած էին կինն ու աղջիկը։ Նրանք զարմացած նայեցին նրան։ Մոտիկից Արմենն ավելի շատ մանրամասներ տեսավ։ Կնոջ խորը կնճիռները աչքերի տակ, ցրտից ու աշխատանքից չորացած ձեռքերի մաշկը, կարճ ու առանց լաքի եղունգները։ Տեսավ աղջկան իր մեծ ու հետաքրքրասեր աչքերով, բաց շագանակագույն մազերը հավաքված երկու անփույթ հյուսերով, որոնք արդեն քանդվում էին։ Ներողություն անհանգստացնելու համար, ասաց Արմենը, նրա ձայնն ավելի մեղմ հնչեց, քան մտադրվել էր։ Նկատեցի, որ մենակ եք ընթրում, դե, ես էլ եմ մենակ։ Շատ անքաղաքավարի կլինի, եթե հարցնեմ, կարող եմ ձեզ ընկերակցել։ Կինը մի պահ քարացավ, ակնհայտորեն չիմանալով ինչպես արձագանքել։ Նրա աչքերը վերից վար զննեցին Արմենին, նկատելով իտալական բրդյա բաճկոնը, դաստակի թանկարժեք ժամացույցը, փայլեցված կաշվե կոշիկները։ Երկու աշխարհների միջ տարբերությունը ցայտուն էր։ Նա բերանը բացեց ինչ-որ բան ասելու, հավանաբար քաղաքավարի մերժում, բայց աղջիկն ավելի արագ գործեց։ Կարող եք նստել, այո։ Մանկական ձայնը ոգորված հնչեց, նա մատնացույց արեց իր կողքի դատարկ աթոռը։ Մամա, թող նստի մեզ հետ։ Սուրբ ծնունդ է։ Կինը նայեց դստերը, հետո նորից Արմենին։ Նրա աչքերում անվստահություն կար, բայց նա մի հոգնածություն, որը չափազանց խորն էր երկար ժամանակ պատնեշներ պահելու համար։ Նա հոգոց հանեց անորոշ շարժում արեց դեպի աթոռը։ Համեցեք, ասաց նա, բայց ձայնը զգուշավոր էր։ Արմենը նստեց, զգալով տարօրինակ լարվածություն։ Տարիներ շարունակ իրեն այսպես չէր զգացել, անվստահ, չիմանալով կոնկրետ ինչ ասել։ Նա սովոր էր գործնական հանդիպումների, ներդրողների համար շնորհանդեսների, կորպորատիվ ընթրիքների, որտեղ ամեն ինչ հայտնի սցենարով էր ընթանում։ Բայց այնտեղ, այդ պարզ սեղանի շուրջ, համեստ ճաշարանում, մի կնոջ երեխայի հետ, որոնց չէր ճանաչում, նրա բոլոր սոցիալական հմտությունները կարծես գոլորշիացել էին։ Իմ անունն Արմեն է, ասաց նա, ձեռքը մեկնելով կնոջը։ Նա կարճ սեղմեց այն, Արմենը նկատեց, թե որքան սառն էին նրա մատները։ Անահիտ, պատասխանեց նա, իսկ հետո մատնացույց արեց աղջկան։ Իսկ սա իմ դուստրն է, Սոֆին։ Սոֆին ժպտաց նրան, ցույց տալով դատարկ տեղը, որտեղ պետք է լիներ արջի ատամը։ Երեք ընկավ, հպարտորեն հայտարարեց նա, կարծես դա կարոր ձեռքբերում լիներ։ Հիմա ատամի փերուց մետաղադրամ կստանամ։ Անահիտը հայացքը փախցրեց, Արմենը նկատեց այդ ժեստի նուրբ ցավը։ Հավանաբար, այդ գիշեր Սոֆիի բարձի տակ ոչ մի մետաղադրամ չէր լինի։ Բայց աղջիկը կարծես չնկատեց մոր տխրությունը, շարունակում էր ժպտալ երեխաներին բնորոշ այդ անհոգ ուրախությամբ։ Արմենը լավ չգիտեր ինչ ասել, ուստի պարզապես ժպտաց Սոֆիին։ Դու շատ խիզախ ես, ասաց նա։ Երբ իմ առաջին ատամն ընկավ, այնքան լաց եղա, որ մայրս ստիպված եղավ ինձ պաղպաղակ տալ, որ դադարեմ։ Սոֆին ծիծաղեց, մի բյուրեղյա ծիծաղ, որը ինչ-որ բան շարժեց Արմենի կրծքում։ Իսկապես։ Դու լաց եղար։ Այո, լաց եղա։ Մտածում էի, որ այլս ուրիշը չի աճի։ Աղջիկը դա աշխարհի ամենածիծաղելի բանը համարեց, շարունակեց ծիծաղել, ձեռքերով թփթփացնելով սեղանին։ Անահիտը դիտում էր նրանց փոխազդեցությունը դժվարընթեռնելի արտահայտությամբ։ Այնտեղ երախտագիտություն կար, բայց նա երկյուղ, կարծես անընդհատ սպասում էր, որ ինչ-որ բան սխալ կլինի։ Աստիճանաբար խոսակցությունն ավելի բնական սկսեց հոսել։ Սոֆին խոսուն երեխա էր, նրանցից, ովքեր երկար ժամանակ չեն կարողանում լուռ մնալ։ Պատմեց դպրոցի մասին, ուսուցչուհու մասին, որին պաշտում էր, նկարչության դասին արած նկարի մասին, որը մայրը կախել էր սառնարանից։ Խոսեց Անի անունով ընկերուհու մասին, որը շուն ուներ, թե ինչպես ինքն էլ էր շուն ուզում, բայց մայրն ասում էր, որ չեն կարող ունենալ, քանի որ իրենց բնակարանում կենդանիներ չէին թույլատրվում։ Անահիտը ժամանակ առ ժամանակ միջամտում էր, նրբորեն ուղղելով որևէ մանրամասն, որը Սոֆին չափազանցնում էր, կամ ավելացնելով տեղեկություններ, որոնք աղջիկը մոռանում էր։ Արմենը լսում էր ամեն ինչ անկեղծ ուշադրությամբ, հարցեր տալիս, ճիշտ պահերին ծիծաղում, զարմանալով, թե որքան հեշտ էր խոսել այդ երեխայի հետ։ Սոֆին ֆիլտրեր չուներ, թաքնված մտադրություններ չուներ։ Նա մաքուր ազնվություն ու ուրախություն էր։ Մի պահ Սոֆին հարցրեց Արմենին, թե արդյոք նա երեխաներ ունի։ Հարցը նրան անակնկալի բերեց, նա վարանեց պատասխանելուց առաջ։ Ունեմ, ասաց վերջապես։ Մի դուստր։ Նրա անունը Լիլիթ է։ Քանի։
Տարեկան է, անմիջապես ուզեց իմանալ Սոֆին։ 12. 12. Նա պետք է շատ լավը լինի։ Նա էլ է գալու այստեղ ընթրելու։ Հարցի անմեղությունը ավելի շատ ցավեցրեց, քան Արմենը սպասում էր։ Ոչ, նա Սուրբ Ծնունդն անցկացնում է մոր հետ։ Մենք միասին չենք ապրում։ Սոֆին կնճռոտեց ճակատը, մշակելով այդ տեղեկությունը։ Ինչո՞վ, պատասխանեց Անահիտը, նրբորեն ձեռքը դնելով դստեր ուսին։ Երբեմն ընտանիքներն առանձին տներում են ապրում, սիրելիս։ Դա չի նշանակում, որ իրար չեն սիրում։ Արմենը նայեց Անահիտին, այդ հոգնած աչքերում հասկացողություն տեսավ։ Նա գիտեր։ Գիտեր, թե ինչ է նշանակում ապրել բացակայություններով, հեռավորություններով, որոնք չափվում են ոչ թե կիլոմետրերով, այլ լռությամբ ու կորցրած հնարավորություններով։ Խոսակցությունը շարունակվեց ավելի երկար, քան Արմենը պլանավորել էր։ Նա բռնեց իրեն սեփական մանկությունից պատմություններ պատմելիս, բաներ, որոնք տարիներ շարունակ չէր հիշում։ Պատմեց տատիկի հետ անցկացրած առաջին Սուրբ Ծննդի մասին, ծուռ եղնու մասին, որը հավաքել էին, քանի որ գեղեցիկը գնելու փող չունեին։ Պատմեց, թե ինչպես էր փրփրապլաստից ձնեմարդ պատրաստում, քանի որ երանում ջուն չէր գալիս։ Անահիտը լսում էր, աստիճանաբար նրա պաշտպանական կեցվածքը փլուզվում էր։ Երբ Սոֆին երրորդ անգամ հորանջեց, Անահիտը նայեց իր դաստակի էժանագին ժամացույցին, սարսափեց։ Վայ, արդեն ուշ է։ Սոֆի, սիրելիս, պետք է գնանք։ Աղջիկը բողոքեց, ասելով, որ ուզում է մի քիչ էլ մնալ, բայց Անահիտը վճռական էր։ Սկսեցին վեր կենալ, Արմենը խուճապի նոպա զգաց, կարծես չէր ուզում, որ այդ պահն ավարտվի։ Կանչեց մատուցողուհուն, վճարեց երեքի հաշիվը, նախքան Անահիտը կկարողանար բողոքել։ Նա փորձեց, իհարկե, ասաց, որ դա անհրաժեշտ չէ, որ ինքը կվճարի իրենը, բայց Արմենն ավելի համառ էր։ Խնդրում եմ, ասաց նա։ Սուրբ Ծնունդ է։ Թույլ տվեք ես անեմ։ Անահիտը երկար նայեց նրա աչքերին, կարծես փորձում էր հասկանալ նրա մտադրությունները։ Վերջապես գլխով արեց։ Շնորհակալ եմ, ասաց նա, այդ պարզ բառի մեջ անկեղծ հուզմունք կար։ Միասին դուրս եկան ճաշարանից։ Գիշերվա ցուրտը անմիջապես հարվածեց նրանց։ Սոֆին դողաց, Անահիտը նրան մոտ քաշեց, փորձելով տաքացնել սեփական մարմնով։ Արմենը տեսավ, որ նրանք սկսեցին քայլել մայթով, առանց որեկայանված մեքենայի մոտենալու։ Ոտքով էին գնում։ Հեռո եք ապրում, հարցրեց նա։ Ոչ շատ, անորոշ պատասխանեց Անահիտը։ Մի 5 թաղամաս։ 5 թաղամաս այդ ցրտին, փոքր երեխայի հետ, անհամապատասխան հագուստով։ Արմենը երկու անգամ չմտածեց։ Իմ մեքենան այնտեղ է։ Կարող եմ ձեզ տանել։ Անահիտը նորից վարանեց այն ինքնապաշտպանական ռեֆլեքսը, որը կանայք զարգացնում են բավականաչափ երկար ապրելուց հետո։ Բայց Արմենի մեջ ինչ-որ բան կար, որը նրան ստիպում էր վստահել, կամ գուցե դա պարզապես հոգնածությունն էր, ցուրտը, դստերը ավելի շատ տառապանքից զերծ պահելու ցանկությունը։ Լավ, ասաց նա վերջապես։ Ճանապարհը մինչ նրանց շենքը կարճ էր, բայց բացահայտող։ Դա արաբկիրի հին շենքերից էր, 70-ականներին կառուցված, թափված ճակատով ճաղավանդակներով, պատուհաններով։ Մուտքի դարպասի ներկը թափվում էր։ Անահիտս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց, Սոֆիին ձեռքից բռնեց, սկսեց հեռանալ։ Արմենը նայում էր, մինչ նրանք մտան շենք, անհետացան տեսադաշտից։ Միայն այդ ժամանակ նորից սկսեց վարել, բայց այս անգամ հստակ գիտեր, թե ուր է գնում։ Տուն։ Այն դատարկ բնակարան, որը հանկարծ ավելի մենավոր էր թվում, քան նախկինում։ Երբ մտավ լուր եռահարկ բնակարան, որի ավտոմատ լույսերը վառվում էին, երբ նա անցնում էր սենյակներով, Արմենը զգաց այդ գիշերվա ծանրությունը ուսերին։ Գնաց ննջասենյակ, հանեց բաճկոնը, նստեց մահճակալի եզրին։ Գրպանից հանեց դրամապանակը, միջից հանեց մի փոքրիկ լուսանկար, որն արդեն մաշվել էր եզրերից, այնքան շատ շոշափելուց։ Դա Լիլիթն էր։ Լուսանկարում 5 տարեկան էր, ժպտում էր, ցույց տալով բոլոր ատամիկները, ձեռքին պահում էր շոկոլադե պաղպաղակ, որը հալվում էր ձեռքերում։ Արմենը հիշում էր այդ օրը։ Սովորական կիրակի էր, ոչ մի առանձնահատուկ բան, պարզապես հայր ու դուստր զբոսնում էին այգում։ Լիլիթը վազել էր, ծիծաղել, խաղացել։ Նա ներկա էր եղել։ Լիովին ներկա։ Երբ էր դա փոխվել։ Երբ էր նա դադարել ներկա հայր լինելուց, դարձել պարզապես հեռավոր կերակրող։
Վերցրեց բջջայինը, հավաքեց Լիլիթի համարը։ Հեռախոսը զանգեց 1, 2, 3 անգամ։ Չորրորդ զանգին միացավ ձայնային փոստը։ Դստեր ձայնագրված, ուրախ ու մանկական ձայնը խնդրում էր հաղորդագրություն թողնել։ Արմենը բերանը բացեց խոսելու, բայց ոչ մի բառ դուրս չեկավ։ Ինչ կասեր։ Ներիր, որ այնտեղ չեմ։ Ներիր, որ այդքան շատ անգամ աշխատանքն եմ ընտրել։ Ներիր, որ թույլ եմ տվել, որ առանց ինձ մեծանաս։ Անջատեց, առանց հաղորդագրություն թողնելու։ Պառկեց մահճակալին դեռ հագուստով, նայելով սենյակի բարձր առաստաղին։ Քաղաքի լույսերը ներս էին թափանցում հսկայական պատուհաններից, սպիտակ պատերին ստեղծելով ուրվականային նախշեր։ Մտածեց Անահիտի ու Սոֆիի մասին, այն փոքրիկ բնակարանում, 5 թաղամաս այն կողմ։ Մտածեց, թե ինչպես նրանք կարծես թե այդքան քիչ բան ունեին, բայց մինույն ժամանակ ամեն ինչ ունեին։ Նրանք ունեին միմյանց։ Նրանք ունեին ներկայություն։ Նրանք ունեին սեր։ Իսկ ինքը, իր ողջ փողով ու հաջողությամբ, ուներ միայն դատարկ պատեր ու լռություն։ Դա վերջին բանն էր, որ մտածեց, նախքան վերջապես քնելը, հոգնած մի տեսակ հոգնածությունից, որը ոչ մի քանակի քուն չէր կարող բուժել։ Հաջորդ օրը սառն ու անպամած էր։ Անահիտն արթնացավ արածակից առաջ, ինչպես միշտ, այն էժանագին զարթուցիչի սուր ձայնից, որը գնել էր 1000 դրամանոց խանութից։ Բնակարանը սառն էր։ Ջեռուցիչը շաբաթներ առաջ այրվել էր, նա դեռ չէր կարողացել բավականաչափ գումար հավաքել այն վերանորոգելու կամ նորը գնելու համար։ Մաշված վերմակը քաշեց մինչ կզակը մի քանի վայրկյան էլ մնաց այնտեղ, ուժ հավաքելով մեկ օր դիմակայելու համար։ Կողքի սենյակում, որն առանձնացված էր ընդամենը նրբատախտակի բարակ միջնորմով, որն ինքն էր տեղադրել դստերը մի փոքր անձնական տարածք տալու համար, Սոֆին դեռ խորը քնած էր։ Անահիտը լուռ վեր կացավ, հագավ թքերի մոտ պատրված խալաթը, գնաց փոքրիկ լոգարան։ Ցնցուղի ծորակը անընդհատ կաթում էր, մի ձայն, որը դարձել էր նրա կյանքի սաունդթրեքի մի մասը։ Արագ լոգանք ընդունեց ջրով, որը տատանվում էր գոլի սառի մեջ, հագավ ջինսետաբատը, որը հագնում էր աշխատանքի համար, համազգեստի վերնաշապիկի տակից, ջերմային բլուզ։ Մինչ նեղ խոհանոցում թույլ սուրճ էր պատրաստում, նրա մտքերը վերադարձան նախորդ գիշեր։ Դեռ չէր կարողանում լիովին ըմբռնել, թե ինչ էր տեղի ունեցել։ Այն տղամարդը, Արմենը, իր թանկարժեք հագուստով քաղաքավարի պահվածքով, նստել էր իրենց սեղանի շուրջ, կարծես դա աշխարհի ամենաբնական բանը լիներ։ Վճարել էր հաշիվը, առանց որևէ բան ակնկալելու։ Տուն էր հասցրել, առանց անտեղի հարցեր տալու կամ որևէ տեսակի փոխհատուցում ակնկալելու։ Անահիտը դառը փորձով սովորել էր, որ կյանքում ոչինչ անվճար չի լինում։ Ամեն բարություն իր գինն ուներ, ամեն օգնություն գալիս էր ակնկալիքներով։ Արմենի պես տղամարդիկ, լավ հագնված ու հմայիչ, իր նման կանանց չէին մոտենում առանց թաքնված մտադրությունների։ Բայց նրա մեջ ինչ-որ բան այլ էր։ Նրա աչքերում մի տխրություն կար, որը Անահիտը ճանաչում էր, քանի որ ամեն օր նույն տխրությունն էր տեսնում հայելու մեջ։ Դա այն մարդու մենությունն էր, ով շատ բաներ ունի, բայց կարոտում է այն, ինչն իսկապես կարևոր է։ Դառը սուրճը խմեց, նայելով խոհանոցի փոքրիկ պատուհանից։ Ներքում քաղաքը սկսում էր արթնանալ։ Հարան շենքերում որոշ լույսեր էին վառվում, դեռ դատարկ փողոցներով մեքենաներ էին անցնում։ Դեկտեմբերի 25-ն էր, Սուրբ Ծնունդ, բայց Անահիտի համար դա պարզապես մեկ աշխատանքային օր էր։ Խանութը, որտեղ աշխատում էր, տոնական օրերին չէր փակվում։ Ընդհակառակը, հենց այդ ժամանակ էր, որ ամենաշատն էին աշխատողների կարիք ունենում, քանի որ հենց այդ ժամանակ էին մարդիկ դուրս գալիս փողոց, փոխանակելու նվերները, որոնք չէին համապատասխանել կամ դուր չէին եկել։ Խնդիրն այն էր, որ այն կինը, ով սովորաբար հանգստյան օրերին տոներին խնամում էր Սոֆիին, մեկնել էր գյուղ, ընտանիքին այցելելու։ Անահիտը փորձել էր զանգահարել 2 այլ ծանոթների, բայց ոչ ոք չէր պատասխանել։ Հավանաբար իրենց ընտանիքների հետ էին, տոնում էին, ծիծաղում, ապրում այն, ինչ ցույց էին տալիս հեռուստատեսային գովազդներում, որը կարծես թե գոյություն ուներ միայն ուրիշ մարդկանց համար։ Այլ տարբերակ չկար։ Պետք է Սոֆիին տաներ աշխատանքի։ Գնաց դստեր փոքրիկ սենյակ նրբորեն արթնացրեց նրան, ձեռքը տանելով անկարգ մազերի վրայով։ Սոֆին դանդաղ բացեց աչքերը, թարթելով պատուհանից ներս թափանցող ամաչկոտ լույսի դեմ։ Բարի լույս, արքայադուստր, շշնջաց Անահիտը։ Պետք է հագնվես։ Այսօր մայրիկի հետ աշխատանքի ես գալու։ Սոֆին տրորեց աչքերը քնաթաթախ ժպտաց։ Օգնելու եմ քեզ իրեր վաճառել։
Անահիտը ժպտաց, թե սիրտը ցավում էր։ Այո, սիրելիս։ Դու հիանալի օգնական ես լինելու։ Օգնեց դստերը հագնվել, ընտրելով ամենատակ հագուստը, որ ունեին։ Սպորտային տաբատ, երկարատ բլուզ, վարդագույն բաճկոնակը, որն արդեն փոքր էր, բայց միակն էր, որ ունեին։ Երկու հյուս արեց Սոֆիի մազերին, մինչ աղջիկը կարագով հաց էր ուտում, աչքերը սեռած հին հեռուստացույցով ցուցադրվող մուլտֆիլմին։ Տնից դուրս եկան, երբ քաղաքը դեռ կիսաքուն էր։ Երկու ավտոբուս նստեցին, Սոֆին մոր գրկին, մեկ տոմս խնայելու համար, պատուհանից դիտելով տոնական զարդարանքներով փողոցները։ Աղջիկը մատնացույց էր անում յուրաքանչյուր փչովի ձմեռ պապին, յուրաքանչյուր լուսավորված եղնուն, յուրաքանչյուր գունավոր ցուցափեղկին, անելով աշխույժ մեկնաբանություններ, որոնց Անահիտը պատասխանում էր անսահման համբերությամբ։ Խանութը, որտեղ Անահիտն աշխատում էր, գտնվում էր Երանի կենտրոնական մասում, Տաշիրի արտրի կենտրոնի մոտ գտնվող մարդաշատ ստորգետնյա անցումում։ Դա այն հանրաճանաչ հաստատություններից էր, որտեղ ամեն ինչ վաճառվում էր։ Հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, բիժուտերիա, գեղեցկության պարագաներ, կենցաղային իրեր։ Ամեն ինչ կուտակված էր նեղ կախիչների հատակից մինչ առաստաղ ձգվող դարակների վրա։ Տարածքը փոքր էր, ամռանը չափազանց շոգ, ձմռանը չափազանց ցուրտ, միշտ լի գներ սակարկող հաճախորդներով։ Կառավարիչը, պարոն Վարդանը, 50-անց մի տղամարդ էր, դուրս ցցված փորով, բարձր ձայնով, կարճ համբերությամբ։ Երբ տեսավ Անահիտին, Սոֆիի ձեռքը բռնած, անմիջապես կնճռոտեց ճակատը։ Անահիտ, այս ի՞նչ է։ Գիտես, որ այստեղ երեխա բերել չի կարելի։ Անահիտը կուլ տվեց հպարտությունը խոսեց հնարավորինս քաղաքավարի։ Գիտեմ, պարոն Վարդան։ Բայց նրան խնամողը մեկնել է, ես այսօր ոչ ոքի չգտա։ Նա հանգիստ կմնա, խոստանում եմ։ Նույնիսկ չեք նկատի, որ այստեղ է։ Վարդանը փնթփնթաց, նայեց Սոֆիին, կարծես նա տեղից դուրս կահույք լիներ, անհամբեր շարժում արեց ձեռքով։ Թող մնա պահեստում։ Եվ ոչ մի ձայն չեմ ուզում լսել, հասկացար։ Եթե աշխատանքին խանգարի, պետք է գնա, աշխատավարձից կպահեմ աշխատատեղը լքելու համար։ Անահիտն արագ գլխով արեց, շնորհակալություն հայտնեց Սոֆին տարավ խանութի հետնամաս։ Պահեստը փոքրիկ, առանց պատուհանների մի խուց էր, մինչ առաստաղ կուտակված արկղերով բորբոսի ու ստվարաթղթի սուր հոտով։ Անկյունում կոտրված պլաստմասե աթոռ կար։ Անահիտը բլուզի թքով մաքրեց նստատեղը դստերը նստեցրեց այնտեղ։ Մի քիչ այստեղ կմնաս, լավ, սիրելիս։ Մայրիկը հենց այնտեղ, առջում կլինի։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս, պարզապես ցածրաձայն կանչիր ինձ։ Սոֆին շուրջը նայեց նեղ ու մութ տարածքին, բայց չբողոքեց։ Վաղուց սովորել էր մոր համար խնդիրներ չստեղծել։ Լավ, մամա։ Կարող եմ նկարել։ Անահիտը վերցրեց անկյունում դրված մի քանի հին գովազդային թերթիկ գրիչ, որը պայուսակում էր գրում։ Կարող ես։ Շատ գեղեցիկ նկարիր, որ հետո ինձ ցույց տաս։ Համբուրեց դստեր ճակատը վերադարձավ խանութի սրահ։ Արդեն հաճախորդներ կային, որոնք սպասում էին, շոշափում ապրանքները, խնդրում տարբեր չափսեր տեսնել, բողոքում գներից։ Անահիտը դրեց իր լավագույն պրոֆեսիոնալ ժպիտը սուզվեց աշխատանքի մեջ։ Ժամերը ձգվում էին ցավալի դանդաղությամբ։ Ոտքերը ցավում էին այդքան երկար կանգնելուց։ Ոտքերը բաբախում էին։ Ձայնը խրպոտվում էր այդքան շատ խոսելուց, բացատրելուց, համոզելուց, ժպտալուց։ Հաճախորդներն անհամբեր էին, կոպիտ, պահանջկոտ։ Մի կին նրան մեղադրեց խոտան ապրանք վաճառելու մեջ, բոլորի առաջ գոռաց նրա վրա։ Պարոն Վարդանը նրան նկատողություն արեց սպասարկման մեջ չափազանց դանդաղ լինելու համար։ Մեկ այլ աշխատակցուհի, Կարինեն, չարախինդ մեկնաբանություններ արեց դստերը բերելու վերաբերյալ, ասելով, որ դա անպրոֆեսիոնալիզմ է։ Անահիտը ամեն ինչ լուռ տանում էր։ Այդ աշխատանքի կարիքն ուներ։ Կարիքն ուներ այն նվազագույն աշխատավարձի կեսի, որ ստանում էր երբեմն ստացվող թեյավճարների, երբ բախտը բերում էր արտաժամյա աշխատանքի, որ երբեմն կարողանում էր անել։ Ամեն դրամը հաշվի էր առնվում։ Վարձ, ջուր, լույս, գազ, ուտելիք, դեղորայք, Սոֆիի դպրոցական պարագաներ։ Հաշիվները երբեք չէին վերջանում, իսկ փողը երբեք չէր բավականացնում։ Ամեն ժամ, երբ կարողանում էր, վազում էր պահեստ, տեսնելու, թե ինչպես է դուստրը։ Սոֆին նստած էր աթոռին, լուռ նկարելով։ Մի քանի նկար էր արել։ Եռանկյունած տանիքով ծխնելույզով տուն։ Գունավոր ծաղիկներով լի ծառ։
3 մարդ ձեռք-ձեռքի տված, 2 մեծ 1 փոքր։ Երբ Անահիտը հարցրեց, թե ովքեր են նկարի մարդիկ, Սոֆին բնականon պատասխանեց. Մենք ենք, ես, դու երեկվա տղամարդը։ Արմենը։ Անահիտը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում կրծքում։ Շատ գեղեցիկ է, սիրելիս։ Դու նկարչուհի ես։ Վերադարձավ խանութ շարունակեց աշխատել, բայց այդ նկարի պատկերը մնաց մտքում։ Սոֆին Արմենին ներառել էր իր երակայական ընտանիքում։ Մի ընտանիք, որը գոյություն չուներ։ Մի մանկական ֆանտազիա, որը ստեղծվել էր մեկ ընթրիքից, մեկ բարության ժեստից։ Աշխատանքային օրն ավարտվեց միայն այն ժամանակ, երբ Արն արդեն մայր էր մտնում։ Պարոն Վարդանն արագ արձակեց աշխատակցուհիներին, անհամբեր փակելու խանութը տուն գնալու։ Անահիտը վերցրեց Սոֆիին պահեստից, աղջիկը քնաթաթախ էր ու սոված, դուրս եկան փողոց։ Գիշերվա ցուրտը ուժգին հարվածեց նրանց։ Սոված եմ, մամա, մրմնջաց Սոֆին, տրորելով հոգնած աչքերը։ Անահիտը նայեց պայուսակին, մտովի հաշվարկելով, թե որքան գումար դեռ ուներ։ Քիչ։ Շատ քիչ։ Բավական էր ավտոբուսի տոմսի գուցե ինչ-որ էժան բան ուտելու համար։ Մի բան կգնենք ուտելու, լավ։ Քայլեցին կենտրոնի մարդաշատ փողոցներով, անցնելով փողոցային վաճառողների, վերմակների մեջ փաթաթված անոթանների, խմբերով բարձր ծիծաղող դեռահասների կողքով։ Անահիտը անկյունի կրպակից 2 կարկանդակ նարնջի հյութ գնեց։ Նստեցին հրապարակի նստարանին ուտելու։ Հրապարակը զարդարված էր Սուրբ Ծննդի համար։ Կենտրոնում մեծ եղնիկ կար, ամբողջությամբ լուսավորված գունավոր լույսերով, որոնք հաջորդաբար թարթում էին։ Թափանցիկ թելերից կախված ոսկեգույն աստղերը կեղծ երկինք էին ստեղծում նրանց գլխավերում։ Ընտանիքներ էին զբոսնում այնտեղ, լուսանկարվում, ծիծաղում, վայելում տոնը։ Սոֆին ախորժակով կերավ կարկանդակը, լիզում էր յուղոտ մատները, հիացմունքով դիտում լույսերը։ Մամա, տես ինչ գեղեցիկ է։ Արքայադուստրերի ամրոցի է նման։ Անահիտը ժպտաց, թե ներսում զգում էր այն ծանոթ տխրությունը, որ չի կարողանում ավելին տալ դստերը։ Գեղեցիկ է, սիրելիս։ Հենց այդ ժամանակ լսեց ձայնը։ Անահիտ։ Նա արագ շրջեց գլուխը, զգաց, թե ինչպես սիրտը թռավ։ Այնտեղ, նրանցից մի քանի մետր հեռավորության վրա, կանգնած էր Արմենը։ Հագին մուգ վերարկու էր, վերնաշապիկի վրայից, ձեռքերը գրպաններում, դեմքին անկեղծ զարմանքի արտահայտություն։ Կարծես բոլորովին այլ աշխարհից լիներ, ինչ-որ առումով այդպես էլ կար։ Արմեն ոգորված գոչեց Սոֆին, բոլորովին մոռանալով կարկանդակը։ Վեր կացավ նստարանից վազեց դեպի նա, կառչելով նրա ոտքից մի ինքնաբուխ գրկախառնությամբ, որը տղամարդուն բոլորովին անակնկալի բերեց։ Նա վարանեց ընդամենը մի վայրկյան, նախքան ձեռքը դնելը աղջկա գլխին, նրբորեն շոյելով նրա մազերը։ Ողջույն, Սոֆի։ Ինչպիսի։ Համընկնում է ձեզ այստեղ հանդիպելը։ Անահիտը նույնպես վեր կացավ, ավելի դանդաղ, ձեռքերը մաքրելով ջինսե տաբատին։ Ողջույն։ Այո, աշխարհը փոքր է։ Արմենը մոտեցավ, աչքերը սահեցին Անահիտի հոգնած դեմքով, խորը կնճիռներով, մաշկի գունատությամբ։ Լավ եք։ Լավ եմ, ինքնաբերաբար պատասխանեց Անահիտը, սուտը հեշտ դուրս եկավ, ինչպես միշտ։ Պարզապես երկար աշխատանքային օր էր։ Դուք աշխատել եք Սուրբ Ծննդին։ Հարցն այնպիսի անմեղություն ուներ, որը բացահայտում էր, թե որքան տարբեր էին իրենց աշխարհները։ Արմենի համար տոները սուրբ էին, հանգստի ընտանիքի օրեր։ Անահիտի համար տոները սովորական օրերի պես էին, երբեմն նույնիսկ ավելի վատ, քանի որ նշանակում էին ավելի շատ շարժ խանութներում, ավելի շատ ժամեր ոտքի վրա։ Կենտրոնում խանութում եմ աշխատում, բացատրեց նա։ Տոներին չի փակվում։ Արմենը գլխով արեց, բայց նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվեց։ Այնտեղ հասկացողություն կար, գուցե նույնիսկ ամոթ, այդքան միամիտ հարց տալու համար։ Իսկ Սոֆին մեկի հետ մնաց։ Անահիտը վարանեց։ Չէր սիրում իր դժվարությունները խոստովանել անծանոթներին, բայց Արմենի մեջ ինչ-որ բան կար, որը նրան ստիպում էր ազնիվ լինել։ Ինձ հետ մնաց։ Պահեստում։ Ոչ ոք չկար, ում հետ թողնեի։ Արմենի արտահայտությունն էլ ավելի մթագնեց։ Փոքր երեխա, մենակ պահեստում ժամերով։ Նա բերանը բացեց ինչ-որ բան ասելու, բայց Անահիտը ընդհատեց նրան։ Նա լավ էր։ Ամբողջ օրը նկարում էր։
Սոֆին սիրում է նկարել։ Կարծես իր անունը լսելով Սոֆին քաշեց Արմենի վերարկուի թքը։ Ուզում ես տեսնել իմ նկարները։ Մի տոն նա եմ արել։ Արմենը ժպտաց նրան։ Ուզում եմ։ Սոֆին վազելով վերադարձավ նստարան, վերցրեց ճմրթված թղթերը, որոնք Անահիտը պահել էր պայուսակում, բերեց ցույց տալու։ Արմենը ծնկի իջավ հրապարակի սառը գետնին, աղջկա հասակին հավասարվելով, յուրաքանչյուր նկար զննեց անկեղծ ուշադրությամբ։ Մեկնաբանություններ էր անում, գովում գույները, հարցնում մանրամասների մասին։ Սոֆին փայլում էր ուշադրությունից։ Երբ հասավ 3 ձեռք ձեռքի տված մարդկանց նկարին, Արմենը մի պահ լռեց։ Ովքեր են այս մարդիկ այստեղ, Սոֆի։ Մենք ենք։ Աղջիկը բնականon պատասխանեց։ Դու, ես մայրս։ Անահիտը զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում, ամաչեց։ Ներողություն, նա դեռ լավ չի հասկանում, թե ինչպես են բաները։ Բայց Արմենը կարծես թե անհանգստացած չէր։ Ընդհակառակը։ Նայեց նկարին մի ինտենսիվությամբ, որը զարմացրեց Անահիտին։ Շատ գեղեցիկ է, Սոֆի։ Կարող եմ սա ինձ պահել։ Աղջիկը վարանեց, ակնհայտորեն երկմտելով իր աշխատանքը գնահատված տեսնելու հպարտության դրանից բաժանվելու դժկամության միջ։ Արմենը նկատեց։ Կամ ավելի լավ, ինչ կասես, եթե ես սա շատ զգույշ պահեմ, իսկ դու ճիշտ նույնից մեկ ուրիշը նկարես մայրիկիդ համար։ Սոֆին մի վայրկյան մտածեց, հետո համաձայնեց, թուղթը ժպիտով տալով Արմենին։ Նա զգուշորեն ծալեց նկարը, դրեց վերարկուի ներքին գրպանը, կարծես թանկարժեք բան լիներ։ Վեր կացավ գետնից, մաքրեց տաբատի ծնկները, նայեց Անահիտին։ Դուք արդեն ընթրել եք։ Անահիտը մատնացույց արեց նստարանը, որտեղ դեռ կարկանդակի մնացորդներն էին։ Արդեն կերել ենք։ Արմենը նայեց սառը յուղոտ կարկանդակին, հետո Սոֆիին, որն արդեն նորից սոված էր, իսկ հետո Անահիտին։ Դա ընթրիք չէ։ Թույլ տվեք ձեզ տանեմ իսկական բան ուտելու։ Անահիտը բերանը բացեց մերժելու, հպարտությունն ու զգուշավորությունը գոռում էին ներսում։ Բայց նախքան կկարողանար ասել ոչ, Սոֆին ոգորված ծափ տվեց։ Կարող ենք, մամա։ Խնդրում եմ։ Եվ գուցե դա երկար օրվա հոգնածությունն էր, կամ սովը, որը զգում էր նույնիսկ կարկանդակից հետո, կամ պարզապես մենությունը, որը նրան սպառում էր, բայց Անահիտը լսեց, թե ինչպես է ասում այո։ Արմենը նրանց տարավ մոտակա ռեստորան, ոչ այնքան շքեղ, որքան նրանք, որոնք հաճախում էր, բայց այնուամենայնիվ անսահման ավելի լավ, քան ցանկացած վայր, որտեղ Անահիտը սովորաբար ուտում էր։ Սեղաններին կտորե սփռոցներ կային, քաղաքավարի մատուցողներ, իսկական ճաշացանկ, պատին փակցված լամինացված նկարների փոխարեն։ Երեքով նստեցին պատուհանի մոտ գտնվող սեղանի շուրջ։ Սոֆին նստեց երկու մեծահասակների միջ, օրորելով ոտքերը, որոնք հատակին չէին հասնում, շուրջը նայելով լայն բացված աչքերով։ Արմենը լիարժեք ճաշ պատվիրեց նրանցից յուրաքանչյուրի համար, առանց գներ հարցնելու, առանց վարանելու։ Մինչ սպասում էին ուտելիքին, զրուցեցին։ Կամ ավելի ճիշտ, Սոֆին անդադար խոսում էր, իսկ մեծահասակները լսում էին, ժպտում, երբեմն հարցեր տալիս։ Աղջիկը պատմեց դպրոցի մասին, Տիկին Գայանեի մասին, որն աշխարհի ամենալավ ուսուցչուհին էր, թե ինչպես էր 10 ստացել մաթեմատիկայի վերջին քննությունից։ Նորից խոսեց ընկերուհու Անի մասին, գրքերի մասին, որոնք սիրում էր կարդալ, երազանքի մասին, մի օր ունենալ սեփական սենյակ, ամբողջությամբ վարդագույն ներկված։ Արմենը լսում էր ամեն ինչ մի ուշադրությամբ, որը զարմացրեց Անահիտին։ Դա այն քաղաքավարի մակերեսային ուշադրությունը չէր, որը մարդիկ սովորաբար ցուցաբերում էին երեխաներին։ Դա անկեղծ հետաքրքրություն էր։ Նա կոնկրետ հարցեր էր տալիս, հիշում էր մանրամասներ, որոնք Սոֆին նշել էր, իսկապես ներգրավում էր նրա ասածների մեջ։ Մի պահ, երբ Սոֆին զբաղված էր սխտորով հացով, որը մատուցողը բերել էր, Արմենը շրջվեց դեպի Անահիտը։ Իսկ դուք ինչպես անցավ ձեր օրն իրականում։ Հարցը Անահիտին անակնկալի բերեց։ Ոչ ոք երբեք չէր հարցնում նրա օրվա մասին։ Նա անտեսանելի էր մարդկանց մեծամասնության համար, պարզապես մեկ վաճառողուհիս մեկ խանութում, մեկը, ում պետք է օգտագործել դեն նետել։ Բայց այնտեղ Արմենն էր, ուղիղ նայում էր նրան, սպասելով իսկական պատասխանի։ Հոգնեցուցիչ էր, խոստովանեց նա։ Ոտքերս բաբախում են։ Առավոտյան 8-ից մինչ երեկոյան 6-ը ստիպված էի կանգնած մնալ, առանց դադարի։ Եվ դեռ նկատողություն ստացա կառավարչից, որ Սոֆիին եմ բերել։ Նա ոչ մի կարեկցանք չուներ։
Անահիտը դառը ժպտաց։ Կարեկցանքը հաշիվներ չի վճարում։ Նրա համար ես փոխարինելի եմ։ Եթե ես չանեմ աշխատանքը, 10 հոգի էլ կա, որ սպասում է այդ տեղին։ Դա անարդար է։ Կյանք է, ասաց Անահիտը, ուսերը թոթվելով։ Սովորեմ։ Չպետք է սովոր լինեք։ Ոչ ոք չպետք է սովորի անարդարությանը։ Բառերը կախված մնացին օդում նրանց միջ։ Անահիտը նայեց Արմենին, իսկապես նայեց, փորձելով հասկանալ, թե ով է այդ տղամարդը։ Նա գալիս էր արտոնությունների աշխարհից, դա ակնհայտ էր։ Բայց նրա մեջ ինչ-որ բան կար, որը կոտրված էր թվում, մի տխրություն, որը հարստությունը չէր կարողանում բուժել։ Իսկ դուք, հարցրեց նա, խաղը շրջելով։ Ինչպես անցավ ձեր սուրբ ծնունդը։ Արմենը վարանեց, նույն վարանումը, որը նա էր ունեցել։ Մենավոր, խոստովանեց վերջապես։ Այսօր նորից փորձեցի զանգել դստերս։ Նա չպատասխանեց։ Կարճ հաղորդագրություն ուղարկեց, շնորհակալություն հայտնելով ուղարկածս նվերի համար, բայց չուզեց խոսել ինձ հետ։ Անահիտը տեսավ անկեղծ ցավը նրա աչքերում։ Քանի՞ տարեկան է նա։ 12։ Բայց թվում է, թե 1000 կիլոմետր հեռու է։ Ես թույլ տվեցի, որ դա տեղի ունենա։ Ընտրեցի աշխատանքը, ժողովները, գործուղումները։ Մտածում էի, որ ապագա եմ կառուցում նրա համար, բայց պարզապես հեռանում էի։ Դուք դեռ կարող եք փոխել դա։ Արմենը նայեց նրան հույսի անհավատության խառնուրդով։ Կարծում եք։ Կարծում եմ։ Նա 12 տարեկան է, ոչ թե 30։ Դեռ ժամանակ կա։ Բայց պետք է լինի իսկական ներկայություն, ոչ թե պարզապես փող ու նվերներ։ Ինչպես եք դուք անում Սոֆիի հետ։ Անահիտը ժպտաց, հոգնած, բայց անկեղծ ժպիտով։ Ես ընտրություն չունեմ։ Միայն մենք երկուսս ենք։ Այն ամենը, ինչ կարող եմ նրան տալ, իմ ներկայությունն է, քանի որ ուրիշ ոչինչ չունեմ։ Բայց սովորել եմ, որ երբեմն դա ամենակարևորն է։ Ուտելիքը եկավ, նրանք կերան հարմարավետ լռության մեջ, որը ընդհատվում էր միայն Սոֆիի աշխույժ մեկնաբանություններով, թե որքան համեղ է ամեն ինչ։ Նա փորձում էր ամեն բան ոգորությամբ, աչքերը փայլում էին։ Անահիտը դիտում էր դստերը, զգում էր, թե ինչպես է սիրտը սեղմվում երախտագիտության մեղքի զգացումի խառնուրդից։ Երախտագիտություն այդ առատության պահի համար, մեղքի զգացում դա ամեն օր չկարողանալու ապահովելու համար։ Երբ ավարտեցին, Արմենը նորից պնդեց վճարել։ Այս անգամ Անահիտն այնքան էլ չբողոքեց։ Սովորում էր, որ երբեմն օգնություն ընդունելը թուլության նշան չէ, այլ մարդկայնության։ Ռեստորանից դուրս եկան դեպի գիշերվա ցուրտը։ Հրապարակն այժմ ավելի լուսավոր էր, ավելի շատ ընտանիքներ էին զբոսնում, թաքնված բարձրախոսներից հնչում էին տոնական երգեր։ Սոֆին ուզեց մոտիկից տեսնել եղնին, վազեց առաջ, թողնելով երկու մեծահասակներին կողք կողքի քայլել։ Արմեն, հանկարծ ասաց Անահիտը, կանգ առնելով։ Ինչու եք դուք սա անում։ Նա նույնպես կանգ առավ, շրջվեց նրան նայելու։ Ինչ անում։ Այս ամենը։ Ընթրիքներ, խոսակցություններ, ուշադրություն։ Դուք ինձ չեք ճանաչում։ Մեզ չեք ճանաչում։ Ինչու է ձեզ հուզում։ Արմենը երկար լռեց, նայելով Սոֆիին, որը պտտվում էր լուսավորված եղնու շուրջ, մենակ ծիծաղելով։ Երբ վերջապես պատասխանեց, նրա ձայնը լի էր հուզմունքով։ Որովհետև երեկ գիշեր, երբ տեսա ձեզ երկուսիդ այն ռեստորանում, տեսա մի բան, որը վաղուց կորցրել էի։ Տեսա իսկական սեր։ Տեսա ներկայություն։ Տեսա այն, ինչն իսկապես կարևոր է։ Եվ հասկացա, թե որքան դատարկ է իմ կյանքը։ Ես ունեմ այն ամենը, ինչ փողը կարող է գնել, բայց չունեմ այն, ինչն իսկապես կարևոր է։ Դուք Սոֆին ինձ հիշեցրիք դրա մասին։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը։ Մենք բարեգործական նախագիծ չենք, Արմեն։ Մենք իսկական մարդիկ ենք, իսկական խնդիրներով։ Գիտեմ։ Եվ հենց դրա համար եմ ուզում մոտ լինել։ Խոսքը բարեգործության մասին չէ։ Խոսքը կապի մասին է։ Մարդ լինելը հիշելու մասին է։ Նախքան Անահիտը կկարողանար պատասխանել, Սոֆին վազելով վերադարձավ, բռնելով երկուսի ձեռքը։ Եկեք միասին տեսնենք լույսերը։ Եվ այնտեղ, այդ զարդարված հրապարակում, ոսկեգույն աստղերի արհեստական երկնքի տակ, երեքը կողք կողքի քայլեցին։
Անահիտը մեջտեղում աջ ձեռքով բռնած Սոֆիի ձեռքը, վարանելով, բայց վճռական ընդունելով Արմենի առաջարկած ձեռքը ձախով։ Տարօրինակ էր։ Անսպասելի էր։ Վախեցնող էր։ Բայց նա լավ էր։ Տարիներ շարունակ առաջին անգամ Անահիտն իրեն բոլորովին մենակ չէր զգում։ Եվ նայելով Արմենին, նրա դեմքին տեսավ նույն թեթացումը, նույն լուռ երախտագիտությունը, այլս սեփական աշխարհում մեկուսացված չլինելու համար։ Սոֆին մատնացույց էր անում յուրաքանչյուր լույս, յուրաքանչյուր զարդարանք, տոնական դեկորացիայի յուրաքանչյուր մանրուք, նրա մանկական ձայնը լցնում էր մեծահասակների միջ լռությունը։ Եվ այդ պահին, քայլելով Երանի սովորական հրապարակով, երեք մենավոր մարդիկ իրենց ձով գտան մի բան, որը նույնիսկ չգիտեին, որ փնտրում են։ Նրանք գտան պատկանելություն։ Այդ երկրորդ հանդիպմանը հաջորդած օրերը նուրբ, բայց խորը փոփոխություն բերեցին բոլոր ներգրավվածների առօրյայում։ Արմենը, որը սովորաբար իր երեկոներն անցկացնում էր գրասենյակում փակված կամ անհոգի գործնական ընթրիքների, այժմ բռնում էր իրեն ժամերը հաշվելիս, սպասելով այն պահին, երբ կրկին կտեսնի Անահիտին ու Սոֆիին։ Դա պլանավորված չէր, ռացիոնալ չէր։ Դա պարզապես մի կարիք էր, որն աճում էր նրա ներսում, կարծես այդ երկու մարդիկ բացել էին նրա կրծքում մի դուռ, որը տարիներ շարունակ փակ էր եղել։ Սուրբ Ծննդից 3 օր անց Արմենը հայտնվեց այն խանութի դռան մոտ, որտեղ աշխատում էր Անահիտը։ Ժամը 6-ին մոտ էր, շարժն արդեն նվազում էր։ Անահիտը հագուստի կախիչն էր կարգի բերում, երբ զգաց, որ ինչ-որ մեկը նայում է իրեն։ Շրջվեց, ահա նա կանգնած մուտքի մոտ, հագին մուգ ջինսե տաբատ բրդյա սվիտեր, փորձելով ավելի հասարակ, ավելի սովորական տեսք ունենալ։ Բայց նրա մեջ ինչ-որ բան կար, որ միշտ առանձնացնում էր նրան, մի բնական էլեգանտություն, որը պարզ հագուստը չէր կարողանում քողարկել։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Արմեն, ի՞նչ եք անում այստեղ։ Նա մի փոքր ամաչկոտ ժպտաց։ Մտածեցի ձեզ Սոֆիին տուն տանեմ։ Եթե ուզում եք, իհարկե։ Չեմ ուզում անհարմարություն պատճառել։ Պարոն Վարդանը, որը դրամարկղի մոտ էր, կասկածամիտ հայացքով նայեց Արմենից Անահիտին։ Անահիտը զգաց, թե ինչպես է դեմքը կարմրում։ Նա դեռ 20 րոպե աշխատելու ժամանակ ուներ, բայց այնտեղից դուրս գալու, կառավարչի դատող հայացքից Կարինեի չարախինդ մեկնաբանություններից փախչելու գաղափարը չափազանց գայթակղիչ էր։ Մի րոպե, ասաց նա Արմենին արագ գնաց պահեստ, Սոֆիին բերելու։ Աղջիկը նույն աթոռին էր, նկարում էր, ինչպես միշտ։ Երբ տեսավ մորը, ոգորված վեր կացավ։ Արդեն գնում ենք։ Այո։ Եվ դրսում անակնկալ կա։ Սոֆիի աչքերը փայլեցին։ Ինչ անակնկալ։ Անահիտը պարզապես ժպտաց բռնեց դստեր ձեռքը։ Երբ դուրս եկան խանութի սրահ, Սոֆին տեսավ Արմենին, ուրախության ճիչ արձակեց վազեց դեպի նա։ Արմենը նրան գրկեց, կարծես դա աշխարհի ամենաբնական բանը լիներ, պտտեցնելով նրան օդում, մինչ աղջիկը ծիծաղում էր։ Պարոն Վարդանը բարձր հազաց, հստակ ցույց տալով իր դժգոհությունը։ Անահիտ, քո աշխատանքային օրը 6-ին 15 է ավարտվում։ Անահիտը նայեց պատի ժամացույցին։ Ուղիղ 18 րոպե էր մնացել։ Բերանը բացեց ասելու, որ կմնա, բայց Արմենն ավելի արագ գործեց։ Իրականում, ես պետք է նրա հետ շտապ հարցի շուրջ խոսեմ։ Ընտանեկան։ Հուսով եմ, կհասկանաք։ Արմենի ձայնի տոնի մեջ ինչ-որ բան կար, մի հանգիստ, բայց անվիճելի հեղինակություն, որը ստիպեց պարոն Վարդանին վարանել։ Նա նայեց մեկին, հետո մյուսին, ակնհայտորեն անհանգստացած, բայց չիմանալով ինչպես արձագանքել։ Լավ, փնթփնթաց վերջապես։ Բայց վաղը 15 րոպե շուտ կգաս, փոխհատուցելու։ Անահիտն արագ համաձայնեց, վերցրեց իր մաշված պայուսակը, դուրս եկավ խանութից, նախքան կառավարիչը կփոխեր միտքը։ Դրսում, գիշերվա սկսվող ցրտին, նա նայեց Արմենին երախտագիտության անհանգստության խառնուրդով։ Պետք չէր դա անել։ Հիմա նա ինձ էլ ավելի շատ կհետի։ Նա չարաշահում էր իր դիրքը։ 18 րոպեն ոչ մի տարբերություն չի տալիս։ Տալիս է, երբ աշխատանքի կարիք ունես։ Արմենը լրջացավ։ Ներողություն։ Ես չմտածեցի։ Երբեմն մոռանում եմ, թե ինչպես են բաներն աշխատում նրանց համար, ովքեր արտոնություններ չունեն։ Անահիտը հոգոց հանեց։ Ոչինչ։ Եվ շնորհակալ եմ, որ եկաք։ Միասին քայլեցին դեպի Արմենի մեքենան, որը կայանված էր երկու թաղամաս այն կողմ։
Սոֆին գնում էր նրանց միջ, պատմելով պահեստում անցկացրած օրվա արած նկարների, թե որքան սոված է։ Արմենը լսում էր ամեն ինչ ուշադրությամբ, հարցեր տալիս, ճիշտ պահերին ծիծաղում։ Երբ հասան մեքենային, Սոֆին հիացած մնաց։ Դաս, փայլուն սեդան էր, բեժ կաշվե սրահով։ Երբեք նման մեքենա չէր նստել։ Արմենն օգնեց նրան ամրագոտին կապել հետի նստատեղին, զգուշորեն կարգավորելով, իսկ հետո բացեց ուղորի դուռը Անահիտի համար։ Ճանապարհին դեպի իրենց բնակարան, Արմենն առաջարկեց կանգ առնել ինչ-որ բան ուտել։ Անահիտը փորձեց մերժել, ասելով, որ տանը ուտելիք ունի, բայց Սոֆին խնդրեց այն մեծ աչքերով, Անահիտը վերջապես զիջեց։ Կանգ առան մի հարմարավետ հացատանը, փայտե սեղաններով, թարմ հացի հոտով։ Բնական սենդվիչներ կերան, նարնջի հյութ խմեցին, իսկ Սոֆին ստացավ մի կտոր շոկոլադե տորտ, որն ավելի մեծ էր, քան իր գլուխը։ Դա դարձավ սովորություն։ Արմենը հայտնվում էր Անահիտի աշխատանքային օրվա վերջում շաբաթական 3-4 անգամ։ Նրանց տանում էր ընթրելու կամ պարզապես տուն էր հասցնում։ Երբեմն փոքր բաներ էր բերում։ Պարզ խաղալիք Սոֆիի համար, շոկոլադ, գունավորելու գիրք։ Մի անգամ հայտնվեց աղջկա համար նոր բաճկոնով, իսկական հաստ ու տաք բաճկոն, այն վարդագույն գույնով, որը նա պաշտում էր։ Անահիտը փորձեց մերժել, ասաց, որ դա չափազանց շատ է, բայց Արմենը պնդեց, ասելով, որ տեսել է ցուցափեղկում, պարզապես չի կարողացել չգնել։ Մի շաբաթ օր Արմենը նրանց հրավիրեց զբոսնելու։ Գնացին հաղթանակի զբոսայգի, քայլեցին ծառապատ ճանապարհներով, դիտեցին փողոցային թատրոնի խմբի ներկայացումը, պաղպաղակ կերան, թե եղանակը ցուրտ էր։ Սոֆին վազում էր արջից, ուսումնասիրում, ծիծաղում, երեխա լինում այնպես, ինչպես Անահիտը հազվադեպ էր կարողանում ապահովել։ Իսկ Արմենն այնտեղ էր, համբերատար, ուշադիր, ներկա այնպես, որ ամեն անգամ զարմացնում էր Անահիտին։ Նա սկսեց մտածել, թե ինչու է նա այդ ամենն անում։ Մի քանի անգամ փորձեց հասկանալ նրա դրդապատճառները, փնտրել թաքնված մտադրություններ, բայց ոչինչ չգտավ, բացի մենությունից, կապի անկեղծ ցանկությունից։ Արմենը երբեք անպատշաճ քայլեր չարեց, երբեք ընկերությունից ավելին չառաջարկեց։ Սոֆիին վերաբերվում էր մի հայրական քնքշությամբ, որը ստիպում էր Անահիտի սրտին միաժամանակ ցավել տաքանալ։ Հենց այդ այցելություններից մեկի ժամանակ մի երեկո, երբ երեքով նստած էին Անահիտի փոքրիկ բնակարանում, խմելով տաք շոկոլադ, որը Արմենն էր բերել, Սոֆին նրան մի ծալված թուղթ տվեց։ «Սա քեզ համար եմ արել», ասաց նա, ամաչկոտ մի ձով, որը բնորոշ չէր նրան։ Արմենը զգուշորեն բացեց թուղթը։ Դա մեկ այլ նկար էր, ավելի մշակված, քան նախորդները։ Պատկերում էր 3 կերպար ձեռք ձեռքի տված, ժպտացող դեմքերով, որոնք խնամքով էին նկարված։ Մեկը երկար, շագանակագույն մազեր ուներ, ակնհայտորեն Անահիտն էր։ Մյուսը փոքր էր, հյուսերով Սոֆին էր։ Իսկ երրորդը բարձրահասակ էր, կարճ մազերով, ինքն էր։ 3 կերպարների վերում, ծուռ ու գունավոր տառերով, գրված էր. «Իմ ընտանիքը»։ Արմենը երկար նայեց նկարին։ Անահիտը տեսավ, թե ինչպես են նրա աչքերը խոնավանում, թե ինչպես է նա արագ թարթում, փորձելով զսպել արցունքները։ Նա աշխարհի ամենամեծ զգուշությամբ ծալեց թուղթը, դրեց վերնաշապիկի գրպանը, սրտին շատ մոտ։ «Սա ամենագեղեցիկ նկարն է, որ երբեք ստացել եմ իմ կյանքում, Սոֆի։ Շնորհակալ եմ»։ Աղջիկը հպարտ ժպտաց, իսկ հետո վերադարձավ իր գունավոր մատիտներով խաղալուն, որոնք սփռված էին սուրճի սեղանիկի վրա։ Անահիտն ու Արմենը նայեցին միմյանց նրա գլխի վրայով, այդ հայացքում ինչ-որ բան անցավ նրանց մեջ։ Մի լուր հասկացողություն, մի գիտակցում, որ ինչ-որ բան փոխվում է, վերածվում է մի բանի, որն ավելի մեծ է, քան նրանցից որևէ մեկը պլանավորել էր։ Ավելի ուշ, երբ Սոֆին զբաղված էր հեռուստացույց դիտելով, Անահիտն ու Արմենը գնացին փոքրիկ խոհանոց, բաժակները լվանալու պատրվակով։ Այնտեղ, նեղ տարածքում, Անահիտը վերջապես հարցրեց այն, ինչ պտտվում էր գլխում. «Արմեն, ու՞ր է սա գնում»։ Նա դադարեց չորացնել բաժակը, որը ձեռքին էր, նայեց նրան։ «Ինչ ի նկատի ունեք»։ «Սա»։ «Դուք, մենք, այս ամբողջ իրավիճակը։ Դուք գալիս եք այստեղ, մեզ զբոսնելու եք տանում, նվերներ եք բերում։ Սոֆին կապվում է ձեզ հետ։ Ես եմ կապվում ձեզ հետ։ Եվ վախենում եմ, թե ինչ կլինի, երբ դուք հոգնեք սրանից գնաք»։ Արմենը զգուշորեն դրեց բաժակը լվացարանի վրա։ «Ով ասաց, որ գնալու եմ»։ «Բոլորը գնում են», ասաց Անահիտը, նրա ձայնը դողաց։
Մարդիկ մտնում են մեր կյանք, մի որոշ ժամանակ մնում, երբ հասկանում են, որ մենք այնքան էլ հետաքրքիր չենք, երբ նորության փայլն անցնում է, նրանք գնում են։ Իսկ մենք մնում ենք։ Միշտ մնում ենք։ Ես բոլորը չեմ, պատասխանեց Արմենը։ Եվ տեսեք, ես գիտեմ, որ դուք ոչ մի պատճառ չունեք ինձ հավատալու։ Մենք այդքան երկար չէ, որ ճանաչում ենք իրար։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ սա, նա անորոշ շարժում արեց, ցույց տալով խոհանոցը, բնակարանը, ամբողջ իրավիճակը, սա ինձ համար ժամանց չէ։ Բարեգործություն չէ։ Իրական է։ Դուք երկուսը դարձել եք իմ օրերի ամենակարևոր մասը։ Անահիտը զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերը։ Ինչո՞վ։ Ինչու՞ մենք։ Որովհետև դուք ինձ հիշեցնում եք, թե ինչն է իսկապես կարևոր։ Որովհետև Սոֆին ինձ ստիպում է ավելի լավ հայր լինել։ Որովհետև երբ ձեզ հետ եմ, ինձ դատարկ չեմ զգում։ Տարիներ շարունակ առաջին անգամ ինձ կենդանի եմ զգում։ Նախքան Անահիտը կկարողանար պատասխանել, Սոֆին հայտնվեց խոհանոցի դռան մոտ, քնաթաթախ տրորելով աչքերը։ Քունը ստանում է, մամա։ Անահիտն արագ սրբեց աչքերը, դստերը գրկեց։ Դե եկ քնեցնենք քեզ, սիրելիս։ Արմենը նրանց ուղեկցեց մինչ փոքրիկ սենյակ, որտեղ քնում էր Սոֆին։ Անահիտն օգնեց աղջկան հագուստը փոխել, պառկեցրեց նեղ մահճակալին, բարակ վերմակը քաշելով մինչ կզակը։ Երբ պատրաստվում էր դուրս գալ, Սոֆին կանչեց Արմենին։ Արմեն, դու էլ ինձ բարի գիշեր կմաղթես։ Նա զարմացած թվաց, բայց անմիջապես մոտեցավ, ծնկի իջնելով մահճակալի կողքին։ Բարի գիշեր, արքայադուստր։ Գեղեցիկ երազներ տես։ Սոֆին նայեց նրան այն մեծ ու անմեղ աչքերով, իսկ հետո մի հարց տվեց, որը փոխեց ամեն ինչ։ Արմեն, դու կարող ես իմ հայրիկը լինել։ Հաջորդած լռությունը ծանր էր, լի հուզմունքով։ Անահիտը, կանգնած դռան մոտ, զգաց, որ արցունքները վերադառնում են։ Արմենը բոլորովին անշարժացավ, կարծես մոռացել էր, թե ինչպես շնչել։ Սոֆի, սիրելիս, սկսեց Անահիտը, փորձելով մեղմել իրավիճակը, Արմենն արդեն դուստր ունի։ Լիլիթին, հիշում ես։ Բայց նա կարող է երկուսն ունենալ, պնդեց աղջիկը, երեխաների պարզ տրամաբանությամբ։ Լիլիթը կարող է իմ քույրիկը լինել։ Եվ նա կարող է երկուսիս հայրիկը լինել։ Արմենը նայեց Սոֆիին, հետո Անահիտին, երբ խոսեց, նրա ձայնը խռպոտ էր հուզմունքից։ Դա պատիվ կլիներ, Սոֆի։ Իմ կյանքի ամենամեծ պատիվը։ Աղջիկը գոհ ժպտաց փակեց աչքերը։ Մի քանի րոպեից քնած էր, շնչառությունը մեղմ ու հավասար։ Արմենը մի քիչ էլ մնաց այնտեղ, պարզապես դիտելով մի ձեռքը նրբորեն դրված վերմակի վրա։ Երբ վերջապես դուրս եկան սենյակից, Անահիտը բացահայտ լաց էր լինում։ Արմենը նրան գրկեց, նա թույլ տվեց իրեն փլուզվել, դուրս թողնելով ողջ լարվածությունը, ողջ վախը, ողջ հույսը, որը պահում էր։